37 տարիա տարապը մենք հարցի լուծում, ոչ մի ձևի հարցի լուծում չկա, ոչ կոյուղի կա, ոչ նորմալ հարմարություն կա, ոչ բանկան չի, որ դարն ենք, 21-րդ դարը ապրում ենք այս պայմաններում, բողոք ելել ենք, պատասխան չկա, չգիտեմ դիմումը կարող է տեղի չի հասնեմ, ստեղի դիմումը գրածը կարող է իրանք հետ պատասխանեն ուղարկը մեզ, էդ է մենք չգիտենք, անտեղյակ, հենց ուզում ենք ասենք տանենք Երևան, ասում են չէ տվեք, մենք կփոխանցենք, բայց էդ է չի տեղ հասնում, ըստ երևույթին չի հասնում, իրանք այդ դիմումը կարդում են ու իրանք մեզ պատասխան են։ Մեծարադոտի հիմնական հին ապրողներից է 37 տարի է, երեխեքը ստեղ մեծացել են, ստեղ հոտել եմ, 37 տարի 1000 ցավ առաջացավ, էլ ոտների, էլ էսի, էլի կոյուղին չկա, ոչ մի պայման չկա, շիֆրները թափվում է, կրիշը ես իմ հաշվին փոխել եմ, մերը ասել են, ինչքան գնացի դիմեցի, ասմա մենք մի հատ ապրող կար գնացի, մենք ասմա տվել ենք բաները նրան, նա պտի բերի փոխի, նա ասմա ինչի տվել, նա քաղաքապետարանն ասմա տվել ենք մենք իրան, վերջապես ես բերեցի իմ կրիշս փոխեցի, բայց ես ինչի համար պետք է փոխեի, քանի որ սա պատկանում է քաղաքապետարանին, ես ինչի համար պետք է իմ խեղճ ու կրակ, ոտներիս մսին ընկած բերեմ կրիշ փոխեմ, բանվորի փող տամ, մատերիալի փող տամ, հանողի փող տամ, տնողի փող տամ, ինչի համար Ազիզ ջան, մի հատ կասես պայման չկա, բոլորը խնդրում եմ նկարեք, բոլորը։ Մենք նույն կարգավիճակում ենք, Ազիզ ջան, ինչպես որ մեր հարևանուհին նշեց, մենք բոլորս այդ նույն կարգավիճակում ենք ու բոլորս էլ այդ կոմունալ հարմարությունները ոչ մեկս չունենք։ Մենք մեր հույսին, մենք փոխել ենք, ասենք, մի քիչ ձևափոխում ենք, էս ենք անում, բայց հնարավոր չի, ոչ մի պայման չկա այստեղ։ Խնդրում ենք, մի բան արեք, մենք մեղք ենք, ուղղակի այսքան տարի այստեղ տանջվում ենք։ 11 թվականից բնակվում եմ այստեղ, 2 անչափահաս երեխա ունեմ, չունեմ ոչ մի կոմունալ հարմարություն, մի սենյակում 2 ապագա զինվոր եմ մեծացնում, իմ երեխուն այսօր տաշտի մեջ եմ դրել եմ, իմ երեխու գլուխը լվացնում եմ, ես ինչքան կարելի այստեղ ապրեմ, իմ 13 տարեկան, իմ 15 տարեկան երեխան դուրս է գնում գիշերվա կեսին, դուրս է գալու մթին, գնում է տուալետ, ինչքան ես այստեղ ապրեմ, խնդրում եմ, այսօր ես իմ տանիքը բռնել եմ թղթով փակել եմ, որ գիշերը քամին իմ երեխան չմրսի, խնդրում եմ, աղաչում եմ, գոնե ինչ-որ մի բանով աջակցեք, մեզ տեղից է, մենք էլ ենք, վերջը մենք էլ ենք մարդ, 2 ապագա զինվոր եմ մեծացնում, չունեմ ոչ մի կոյուղի, ոչ մի հարմարություն, ոչ մի բան չկա, այսօր իմ 15 տարեկան տղա երեխուն տաշտի մեջ եմ գլուխը լվացնում, հետո դուրս եմ գալու, որ կարողանա ինքը հիգիենան պահպանի, խնդրում եմ, աղաչում եմ, ոչ մի բան չունենք ստեղ, աջակցեք, ինչպես նշեցին իմ հարևանուհիները, այնա ոչ մի հարմարանք չունենք, դիմել եմ, քաղաքապետարանել եմ դիմել, եկել է անպատասխան դիմում է, ես դաշը վառելափայ չունեմ, խնդրել եմ, հոկտեմբերին դիմում եմ գրեմ, մինչև այսօր անպատասխան, չէ որ իմ տղա երեխեք ապագա զինվորներ, իրաց համար են ծառայելու, գոնե աջակցեն, երևը մա տուալետը, օբշի տուալետ, իմ անչափահաս երեխեքը դուրս են գալում, օբշի տուալետ, ով ասես գնումա, հիգենայի դա, կոմունալ ոչ մի հարմարություն չունեն, խնդրում եմ այս հարցին լուծում տվեք։ Ամենակիչ ապրողը ես եմ ստեղ, ինձ այս տոմիկը տրվել է Հարակացանը, Շահվերդյան Մարգարիտարի ծրագրով, հետս կա անչափահաս երեխա, հիմա 17 տարեկան է, ինքը սովորել է Արամ Մանուկյանի ռազմամարզական դպրոցը, պայմանների չեղնելու պատճառով իմ տղաս չի շարունակել կրթությունը, բարձրագույն Մոնտեմերքոնյան, էսա գնալու է ծառայության եկող տարի։ Մի խոսքով ինչ ասեմ, ամենակիչ ապրող այստեղ եմ, բայց ոչ ոք կառավարական լուբոյ կազմակերպություն, ոչ մեկը մեզ երբեք հաշվի տակ չի դրել, երբեք չի այցելել, մենք ես որ եկել եմ ստեղ ապրելու, ապակիներ չի եղել, դուռը չի եղել, ուղղակի պրոստակ գլխիս կռիշ են տվել, ես իմ միջոցներով եմ ձեռք բերել, բայց հասկանում եք խնդիր են
մա կայանում, որ մեզ ոչ մեկը հաշվի տեղ չի դնում։ Կարող է մենք սենց բռունցքով այս փետը տանք ու մնա մեր ծառը մեջը։ Այդ վիճակի այդ փայտերը, որ հնությունը, հինը, ես չգիտեմ քանի տարվա կառուցված է, քանի տարվա պայմաններ ինձ ընդունել է մարզպետի տեղակալը, իհարկե ազգանունը չգիտեմ, ներողություն եմ խնդրում, Արսեներ անունը խոստացել է, որ հանձնաժողով կազմի ու ուղարկի, բայց մտածում եմ, որ էդ էլ է կասկածելի, որովհետև մենք խաբված ենք, բռիտոմ, որ մենք կարգեր ունենք եւ այլն, ոչ մի տեղ չի անցնում, կոպիտն ասած մի 5 ընտանիք ենք, մենք մեր գլխի ճանեն տենատ ենք, ու բռիտոմ նշեմ նաեւ ես զինծառայող եմ, 1 օխտարի տեղը զինծառայող է դառնալու ժամկետային, ոչ մի նշուր չկա, մեզ մարդատեղ երբեք չեն էլ դրել, ոչ բժշկական ծառայություններից են կարում օգտվենք, ոչ մի բանից, մի դրել են, եսի մինչ սկորին վճարովի է, եսի մինչա մեռնեք, առանց հետը պայման չունենք, ջուր չունենք, կոյուղի չունենք, շիֆեր չունենք, գլխներից կաթմա, փթմա, ամեքս մեր միջոցով կրկատանենք, ինչ անենք, դուք ասեք, մենք անենք, գոնե մարդիկ գան, ծրագիր առաջարկեն, գոնե մեզ համապատասխան, մեր գրպանին համապատասխան, բայց էդ էլ չկա, գոյություն չունի, ու չի էլ եղնելու, ույս չկա, համոզված եմ։ Թող իրանք պարտավոր են, որ տեղավոր են, 37 տարվա տուժված սաղ կեզ մերած մարդուն պարտավոր են տեղավոր են։ Հանրակացանը մի սենակում տղա Ինչի մարդ գտան հանրակացարան։ Էդ աստեղ էլ է, մի սենակում հանրակացարան այլ ես լպտի անոցը։ Աստեղ էլ է, մի սենակում տղա երեխեք ետ ապրում եմ, ես ինչ կանեմ։ Ինչ հանրակացարան։ Էդ մի տարեկան չեն, 2 տարեկան չեն։ 37 տարվա տուժված մարդուն պիտի ասեն գնա հանրակացարան։ Ասել եմ, թեքվեսիկ դեսը արին նևետ բան չկա։ Հլը մեկը դեսը հանրակացարանի անունով կա։ Կամ էտ ասած ադերամ 10,000 բարձով տուր կա։ Ասկի հավի պունը 10,000։ Անարող չկնիկ եմ, էքան կաթիլների տակին չոքե չոքարտաս ու կտաչկերիս, բեդրոն ու բանը ձերից տաշտը, չգիտեի որդեր տնեմ, տեղաշոյցս էտ ջուր էր տարտամ, մերա իրանց բողոքել են։ 10,000 ասկի հավի բուն չեր կա։ Ինչ 10,000 ու ինչի մասին է խոսքը, որ 10,000 ունենայի ստեղին չէի անում։ Գալատկի խփիտենք, մտնենք մեջ։ Ինչ ունեմ ես ստեղ։ Ոչ մեկսը չունենք։ Ամեն տարի, ասել են ես տարի, ամեն տարի, իշքան բան եմ գնացել, ասել են ես տարի, դե որ ես տարի է, թե հապահովի։ Կարուն ասում են, Չպտի մերնեմ, ես որ դարնա դիակս ստեղից դուս գա, ամոթելա, անարողջացել են։ Բռնեցի մտամես հետագերեցի, գնամ եք առաջնայինը եկվորների հասնա Ղարաբաղ։ Չհասկացա, մեկ որ եմ էլի, մեկ որ չէ, մի բան եք բան ենք, թապարական ենք։ Թափառականները մի ավելի լավ տեղ ունեն, քան մենք, որ ասենք հա դե ոչինչ, ամոթա ձեն ճանենք, իրանց կամքով կասեն, մի բան կասեն, բայց չի լինում, հնար չկա, խապված, քու երգրի, քու ազգի, քու պետության մեջ խապված խուժանի պես, չուչելի պես ապրում ենք, այս պայմանների մեջ։ Եվ կմեռնեք։ Ենքան գլորը մեն են, որ ասմա շունչ հատալիս, դե ասմա հատ է, քանի հոգի մահացան գնացին, հմի կասեն դե կմերնենք գնան էլի, դես կան դիմացել եք մերեք գնացին։ Ամեն ընտրություններին է իրանց ձայների հիմար գալիս են տենան քան ընտանիք, ընտրվեք մի բան կլի, ընտրվեք, Էնքան հոտատ չրեշ թապեցի հայաթը, ոտի տակ, էլ ոտ էլ չկա շնչել, պաշկը մեզ կնելու ինչ ասել նեց ամոթա, էլ կաքի հոտ էլ, ցետի հոտ էլ, տրի հոտ էլ շրել, ինչ հոտ ասես գալիս է, ինչ հոտ ասես, ինֆեք բան չի, խոլերյա չի, են ասենցեն էլի մարդիկ մհանն, ոնց կմիսեց։ Նայք, հատակը պտակ, իմ տամբալանին են որ ընկել աստեղ, մագնիսով եմ հանել, դուրը ջաղտելով եմ տանս, դուրը բաց է որ կանամ հատակի մեջից բալանին հանեմ,
Երեխեք են դպրոցից գալիս են, պատերը փտած, ոչ մի հարմարություն չկա, լա մի հատ նայեք էլի։ Ժեշտերով ենք փնդրտն, որ կյանք ապահով ենք ապրենք, այվայ մեր հալին, սաղ, ստեղաներից այսել սաղ ուր էլա թապվմա տուն ես պատերը, պատս էր պատրնի, արդեն թույն արտադրեմ, թույն եք շնչեմ։ Սենց հոտած։ Սաղ Սաղ դառնումա Դենց անձրևա գալիս, մենք արդեն հարևաններով տաշտերն ու դույլերը հավաքում ենք, որ հանգարտ տներ ջուր չլսվի։ Ամեն մեկս ատան դույլերը տաշտերը հավաքում ենք, որ դնենք չորակների տակ։ Բան է միջանցնել։ Ու ջրերի պահակ ենք լսվում, որ հանգարտում չլսվի ջրերը։ 21-րդ դարի բնակիչներ ենք։ Խնդրեմ, նայեք։ Կապրեն իրանք այս պայմանները, մի օր չեն ապրի, մի օր չեն ապրի։ Մի հատ եկեք թող տեսնեն ինչ պայմաններում ենք ապրում, էլի թող մի հատ նայեն։ Հին ընդեղել ազի ջան, սաղ հոտ է թապում այս կրիշը մեր գլխին, սաղ հոտ էլա, բալա ջան։ Թող ես հարցի լուծում տա։ Ասեն մեղնի տեք, մեղնի ապրի տեք ապրի։ Թող իրանք մերնեն։ Իրանք չեմ Եթե մտածում են, որ թող մերնեն այդ տոմիկի մեջը, յանի մերնողները քիչ չէին ըստերի։ Աստված են կաչում հանգարտ անձրև ու ծուն չկա, ամեն քնելու սաղա չլի քարևաներով, որ հանգարտ անձրև ու ջուր չկա։ Մեր գոյեխեներ դոմիկը մեր փտեց ծնվեմ մեծացել, ասա։ Միայնակ մայրեմ, չգիտեմ տուներն են գործերն են, կրիշը տունակատում, աստված եմ կաչում գործը տեղից, որ հանգարտ անձրև չկա, ջուրը գլխներ չկաթի։ Քանի հետեմ գործը տեղից տուն եմ եկել, Իրանք ձերը չի, ենքան դակումենտներ սաղ բանարին, պատրին, թապին իրանք ձերով են անը։ Չգիտեմ սրան եմ զանգում, շիֆեր ուզում, նրան եմ զանգում, տղա մարճարım, այ շիֆեր փոխի, նրան եմ զանգում, բանը, շիֆեր փոխվեն։ Չէ, դիմումներ գլում ես անպատասխան ակալն։ Անպատասխան։ Ովոս է չկա, որ պատասխան է կգա, դու տենց է մնա։ Տարբերակը։ Ինչ պատասխան։ Հիվանդանանք նեմ հիվանդանոց, հա։ Այս արանք մենակ իր երեխեքը թոքաբորբով 5-6 անգամ են գերան հիվանդանոց։ Գործից դուրս եմ եկել, գնացել եմ երեխա եմ պահել։ Մի երեխեն տանը մենակ են մեկը հիվանդանոցում։ Մի ոտոս հիվանդանոցում էր, մի ոտոս տունն էր։ Գիշեր ունդեղ է ցերեկս էր։ Գործից էլ եմ գա։ Առաջվան նման զավոդ ունենան, կորենքներ ունենան, կոմունիստի վաղթը ոնց է եղել։ Դաժե մի բան էլ ասում ես, թապուցի ծաղը meil էր վրեն, նանիմայ տարիքներ Ասմեն տարածքը առածա, բա որ առածա, խիչ եք մեզ տեղավորում, որ այդ մարդուկ էլ իրանց գործն անեն։ Գալիս են երկու հիվայում են, սուտ խոստումներ են տանում։ Այս անդրությունները հերթով կհայտնվեն, չգիտեմ, մի անգրագետ կգա, վայ, հա, եղավ, ձայները կտակ գնացիք։ Կպարապեք դուքերը ձերատություն Խոստում են տանում, մենակ ասում լավ այղնել, ժողորդ չան, լավ տեղն ես մայր կտիմանակ ասում, կհանենք ձեզ ստեղ, լավ այղնելու, ես 15 տարի է պախոսակցությունը լսում եմ, գարուն ասում են, աշուն ասում են,